Բարձրություն։ Ամեն։ Գիտեք, երբ որ մենք գալիս ենք ասումով, մենք պետք է սպասումով գանք։ Եթե մենք սպասումով չենք գալի, Աստված չի պատասխանում։ Եթե մենք ծարավ չենք, Աստված չի լսում։ Եթե մենք չենք փնտրում, չենք տարագնում, եթե չենք խնդրում, Աստված չի կարող տալ։ Հալելույա։ Եթե չեք թափում, չի բացվում։ Ու այսօր ամենակարևորը մենք հասկանում ենք, երբ որ մենք գալիս ենք Տիրոջ մոտ, հալելույա, մենք պետք է միշտ սպասումով գանք։ Սպասումով գանք, որ ինչ-որ բան վերցնենք Աստծուց եւ կարողանանք այս աշխարհի մեջ լինենք լույսի որդիներ եւ լինենք պատվաբեր, հալելույա, ամեն։ Որտեղ այսօր ես խոսել եմ պատվաբերի մասին, Աստծո խոսքի մեջ միշտ գրված է պատվի մասին։ Հենց սկզբից, երբ որ երկինքն ու երկիրը Աստված ստեղծեց, ինքը ստեղծեց ամեն մի ծառ նրա պատվով եւ ամեն պատվի մեջ իր սերմը, որպեսզի շարունակվի, հալելույա, ամեն այս սերմի միջոցով պտուղ եւ նոր ամեն լինելու համար, հալելույա։ Եվ այսօր Աստված ուզում է, որպեսզի մենք լինենք պատվաբեր, հալելույա, ամեն, որտեղ հենց Հիսուսը ինքը ասեց գնացեք եւ պտուղ բերեք եւ իմ աշակերտները եղեք, Փառք Հիսուսին։ Եթե այսօր քրիստոնյա լինելով, հավատացյալ լինելով, մենք չենք բերում պտուղ, ուրեմն մեր կյանքերի մեջ ինչ-որ բան դեռ պակասում։ Դեռ մենք հաստատված չենք, դեռ մենք արմատ գցած չենք, դեռ մենք Աստծո հետ, ճիշտ հարաբերությունների մեջ չենք։ Դրա համար անպտղաբեր։ Երբ որ մենք պտուղ ենք բերում, Աստված շահագրգռված է մեզ ավելի պտղաբեր դարձնում, հալելույա, ամեն։ Երբ որ մարդ ինքը պտուղ չբերում, ապա Աստծո արդարության մեջ ինքը թերանում է, եւ այդ թերությունը կամաց ելասնում Աստծո շնորհից։ Դրա համար այսօր ես խոսում եմ պտղի մասին, եւ այն ամենը ինչ որ Տերը ուզում է անի այսօր մեր, հալելույա։ Եվ ես հավատում եմ, որ եկեղեցին շուտով կունենա այդ մեծ պտուղները աշխարհի մեջ, եւ շատ մարդիկ կտեսնեն Աստծո փառքը, կգանք, խոնարհվենք, ողջունվենք, ազատագրվենք եւ որտեղ դա է Աստծո պտուղը, որ մենք կարողանանք Աստծո սուրբ ոգու պտուղներով լցված անցնենք այն ճանապարհը, որ այսօր Աստված մեզ տանում է, հալելույա, ամեն։ Եվ երբ որ սկզբանե մենք տեսնում ենք, թե Աստված ինչ մեծ գործեր է անում իր ժողովրդի համար, ինչ մեծ հրաշքներ է անում, խոսք է տալի հանելուց խոսքը կատարում է Փառք Հիսուսին։ Չկա մի տեղ, որ Աստված ինչ-որ բան խոստանա եւ չանի։ Ամեն բան ինչ-որ Տերը խոսում է, դա այդպես է լինում է։ Ինչ-որ մարգարեների միջոցով փոխանցվում է, ժամանակի ընթացքում ամեն է կատարում։ Եվ այսօր շատերն են մարգարեանում, բայց արդյոք դա Աստծուց է, արդյոք դա Աստծո խոսքից է, որտեղ շատ մարգարեներ մարգարեում են այնպիսի բաներ, որ մարդկանց արկածներին հաճելի է, շոյելի է, բայց չեն խոսում այն, ինչ որ Տերը կարող է անհնարական նաև, գիտես այն պահանջը, պահանջատիրական դիրքից Աստված խոսում։ Նա պահանջում է, որ իր որդիները լինեն պտղաբեր, հալելույա։ Եվ այդ պահանջը մենք պետք է կատարենք, որպեսզի Աստծուն հաճելի լինենք, հալելույա։ Եվ երբ որ մենք տեսնում ենք, որ մեր կյանքում այդ պտուղը չկա, ապա մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, փոխենք մեր հավատքը, փոխենք մեր կյանքը, փոխենք մեր մտածելակերպը, որպեսզի կարողանանք Աստծուն հաճելի լինենք եւ մոտենանք Աստծուն հավատքով վերցնելու այն ինչ որ մեզ կդարձնի պտղաբեր, հալելույա, ամեն։ Այն սերմը, որը Աստված պատրաստ է այսօր գցելու ամեն մեկի սրտի մեջ։ Պետք է կողքին տաս Աստված այսօր սերմ ունի եւ ուսում այսօր սերմանի քո սրտի մեջ, որ դու դառնաս պտղաբեր։ Որտեղ եթե դու պատրաստ ես Աստծո սերմը ընդունելու քո սրտի մեջ, դու չես կարող պտուղ բերես։ Եվ մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ այն սերմը, որը սերմնացանը դուրս եկավ սերմելու, հալելույա, թե սերմերը տարբեր տեղեր են, կամ մեկը քարերի մեջ, մեկը ճանապարհի մեջ, մեկն էլ այն պարաթողում, ընկավ, հալելույա, որը կարտվեց 30-60 հազարապատիկ ամեն պտուղ, Փառք Հիսուսին։ Եվ այսօր ամենակարևորը, որպեսզի դուք սիրելիներս ձեր սիրտը պատրաստեք այսօր այն սերմի համար, այն պարատ հողը ստեղծեք ձեր սրտի մեջ, որ այդ սերմը պտղաբեր դարձնի ձեզ, հալելույա։ Իսկ եթե դու դառնում ես պտղաբեր, իմացի, որ դու ամուր ես Տիրոջ հետ, որտեղ առանց Աստծո մենք ոչինչ չենք կարող անենք, հալելույա, նայա ողջ ունենք ճյուղերը,
Եվ Աստծո խոսքը ասում այն ճյուղերը, ովքեր ունեն նրան, պետք է պտուղ են։ Ուզես թե չուզես, դու պետք է նկատի դառնաս։ Հալելույա, ամեն։ Եթե դու Քրիստոսի վրա ես, եթե դու Քրիստոսի մեջ ես եւ Քրիստոսը քո մեջ է, դու անպտուղ չես կարող լինես։ Ամեն։ Փառք Հիսուսին, որտեղ Սուրբ Ոգին է տալիս քեզ հնարավորություն վերցնելու այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է պտուղ բերելու։ Փառք Հիսուսին, ամեն։ Մենք չորացած չենք, մենք ամոթ ինչը կպած ենք Աստծուն, հալելույա, եւ այն ինչ որ Աստված ուզում է իր միջոցով լցնի մեր մեջ եւ մեզ դասի տպապել, մենք պետք է անպայման հավատով մոտենանք եւ այդ սերն այսօր վերցնենք Տիրոջ ձեռքից, հալելույա։ Եվ ցավոք սրտի այսօր շատերը չեն հասկանում, երբ մարդիկ ապրում են ապրելու համար եւ հոգսը այնքան են հոգսանում, որ արդեն հավատքի մասին խոսալը ավելի օգտակար։ Ես մենք տեսնում ենք մարդկանց անտարբերությունը, թե չկան մարդիկ կամ որ անտարբեր են Աստծո շնորհքի եւ այն կյանքին, որ Աստված տվել է։ Որտեղ այսօր երբ որ մենք նայում ենք մեր շուրջը, մենք տեսնում ենք այս զբաղմունքը, որ մարդիկ ունեն, զբաղված են իրանց բարեկեցության համար, իրենց շահերի համար, իրենց կյանքի համար, բայց մոռանում են այն ամեն ինչ որ Տերը խոստացել է իրենց սիրողների համար։ Եվ ես ասում եմ, այսօր Աստված ունի մեզ, ասա ինձ ունի այսօր Աստված։ Այս երկրի մեջ, որ մենք պետք է արդար ապրենք, մենք պետք է արդարությամբ քայլենք եւ մենք պետք է պտուղ բերենք երկրային արդարության համար, որպեսզի աշխարհը տեսնի ու փառավորի Աստծուն։ Եվ որն է պտուղը, հալելույա, առաջին պտուղը դա սերն է, որ մեր սիրո միջոցով ամեն բան պետք է փոխվի։ Մեր սիրո միջոցով մենք պետք է սիրենք մեր երկիրը, մենք պետք է սիրենք մեր հողը, մենք պետք է սիրենք մեր ժողովրդին, մենք պետք է սիրենք մեր բարեկամներին, մեր հարևաններին, բոլորին պետք է սիրենք։ Ու երբ որ մենք սիրում ենք, հալելույա, ամեն պտուղները սկսում են գործել, Փառք Հիսուսին։ Դրա համար միտեղից սկսենք ու շարունակենք, հալելույա, դա Երեմիա 17-րդ գլխից եմ ուզում կարդալ։ Փառք մեր Աստծուն։ Եվ 7-րդ խոսքից, բայց թող օրհնյալ լինի այն մարդը, ասա թող օրհնյալ լինես դու։ Բդրի գործից ասա թող օրհնյալ լինես դու։ Որ հույսը Տիրոջ վրա կտրի։ Փառք Հիսուսին, ամեն։ Ում վրա ես դու հույս դրել, սիրելիս։ Այսօր շատերը չկան, այսօր շտարը բացական, ում վրա են իրան հույսները դրել, այսօր այդ զբաղվածության մեջ, հալելույա, որ իրանք Աստծո հետ կապը, Աստծո հետ համոթակցությունը թողում են, որ իրանք ուծի ինչ-որ բաների վրա են դնում, մտածում են ձեր բերումներ ունենան աշխարհից, ես ասում չեն ունենան, մինչև չկպնեն Աստծուն, մինչև չնեն Աստծո մեջ, հալելույա, որպեսզի պտուղ բերեն արքայության համար, եւ այդ իրենց կյանքերի համար, եւ ստան ասում է, հալելույա, 7-րդ խոսքում, բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ Հիսուս հույսը Տիրոջ վրա կտրի, ու Տերը նրա հույսը կդառնա, հալելույա։ Ասա այսօր Տեր դու դառնում ես իմ հույսը։ Այսօր Տեր դու դառնում ես իմ հույսը։ Դու հավատում ես, որ Քրիստոս այստեղ է։ Ամեն։ Դե ես ուզում եմ, որ իմ հույսը դու դառնաս։ Ես չեմ ուզում հուսամ ոչ մի բանի վրա։ Ես հույս չունեմ ոչ մի բանից։ Այս աշխարհի մեջ չկա մի բան, որ ես իմ հույսը դնեմ իր վրա։ Չկա մեկը, որ իր վրա հույս դնեմ։ Որտեղ իմ հույսը դու ես։ Ես քեզ ինձ համար հույս եմ դարձնում, հալելույա։ Եվ ես ամբողջությամբ Հիսուս ուզում եմ նվիրել քեզ։ Փառք Հիսուսին։ Նայեք, երբ որ մենք հույսը դնում ենք Աստծո վրա, հալելույա, ամեն, բայց այսօր շատերը նայեք մեր շուրջը եւ տեսեք, արդյոք նրանք իրանց հույսը Աստծո վրա դրած։ Արդյոք Հիսուսին են ընտրել, որտեղ եթե մարդը Հիսուսին ընտրում է, որտեղ Հիսուս տանլեին կգա։ Ամեն, հավատում ես։ Աստծո խոսքն է ասում, որտեղ որ ես եմ այնտեղ կլինի ինձ ուսացողները, ինձ պաշտոնները, ինձ ծառայողները, բոլորը այնտեղ կլինեն, որտեղ ես եմ։ Ու այսօր սիրելիներս Հիսուսը այստեղ է։ Ու հարցա տալի, բադուկ եք։ Եթե քո հույսը ես եմ, ու ես խոսք ունեմ քո համար, որ այն 7-րդ սուրբ պարես եւ գաս իմ առջև եւ խնդրես ինձանից եւ ես քեզ կտամ այն ինչ որ քեզ անհրաժեշտ է, հալելույա, ու դու անտեսում ես ու զբաղված ես, դու կարաս քո հույսը դնես Աստծո վրա եւ քո հույսը չուսախապ։ Գիտես շատ մարդկանց ռադիկներ են այսօր ուսախապված անում, որտեղ իրանց հույսը Աստված չի։
Իրանք ինչ-որ բաների վրա դրել հույսը, հետո գալիս են ասում են դե դու ես հույսը, բայց հեռանում են ու նորից մոռանում են, որ Աստված է հույսը։ Հալելույա։ Որտեղ մենք մեր հույսը Աստծո ենք ունենք։ Փառք Հիսուսին։ Եվ ասում են եւ Տերը նրա հույսը կդառնա։ Ասա Տեր այսօր դու դառնում ես իմ հույսը։ Փառք Հիսուսին։ Հրաշալի խոսք է, չէ՞։ Տեր այսօր դու դառնում ես իմ հույսը։ Որտեղ ես եկել եմ քո մոտ, հալելույա, ես գիտես երբեք չեմ մտածել, որ երբ ես գալիս եմ եկեղեցի, ես գալիս եմ հենց այնպես խոսք խոսալու, չէ, ես գալիս եմ Քրիստոսի մոտ, ես գալիս եմ նրա ոտքերի մոտ, ես գալիս եմ նրան զգացնելու, ես գալիս եմ այդ հույսի մեջ գալելու, ես գալիս եմ որտեղ հույս ունեմ, որ իմ կյանքս Տիրոջ ձեռքերի մեջ է, որ առանց իրա ես ոչինչ չեմ, որ առանց իրա ես կյանք չունեմ, հալելույա, ամեն։ Գրեք այսօր կարոտ պետք է լինի ասում։ Հավատում ես, դու կարոտով պետք է գաս։ Դու աշխարհի մեջ աշխատում ես, զբաղված ես ինչ-որ բաներով անում ես, ու դու չես կարոտում Տիրոջը։ Ես կարոտում եմ։ Ես կարոտում եմ, երբ որ ինչ-որ բան խանգարում է։ Ես կարոտում եմ ասում, երբ ինչ-որ բան ուսում է խանգարի։ Եվ ես կարոտում եմ գալինը, հալելույա։ Գիտեք, երբ որ մարդը կարոտում է ինչ-որ մեկի, ու հետո հանդիպում առնում, ինքը հենց ինձ ասում է պրիվետ, բարև ձեզ։ Չէ, կարոտացում եմ, թե ինչ անում, ես տեսել եմ մարդիկ, ովքեր որ կարոտով եկել են երկիր, առաջինը հողն են բաչել, որտեղ կարոտը, հալելույա, գործողություն ունի, ասա կարոտը գործողություն ունի, ու մենք երբ որ գալիս ենք, պետք է կարոտով գան, ասենք Տեր իմ Աստված, ինչ-որ ժամանակ քո հետ չենք եղել, խնդրում ենք, ճիշտ է, դու մեր հետ ես, բայց մենք քո հետ չենք եղել, որտեղ այնքան զբաղված ենք եղել, որ մոռացել ենք աղոթենք, այնքան զբաղված ենք եղել, որ մոռացել ենք Աստծո խոսքը սերտենք, ու խնդրում եմ Տեր իմ Աստված, կարոտով եկել եմ, ուզում եմ Տեր կարոտս լրացնես, հալելույա, ուզում եմ այդ ժամանակը գոնե տրամադրեմ քեզ, որպեսզի դու փառավորվես, հալելույա, որտեղ դու ես խոսում։ Ու Տերը նրա հույսը կդառնա, նա կլինի հուսով ջրերի մոտ, աջած ծառի նման, հալելույա, փառք Հիսուսին, ամեն։ Նայեք, երբ որ Աստված դառնում է մեր կյանքը, մեր հույսը, մեր կյանքը պետք է փոխվի։ Պատտվի կողքին ասա, այսօր քո կյանքը պետք է փոխվի։ Ես չեմ հավատում, որ Աստծո խոսքը, հա, մեզ սուտ ասում, Աստծո խոսքը ճշմարիտ է, 7 անգամ սրտված։ Երկինքն ու երկիրը կանցնի, բայց Աստծո խոսքի չասում, մի նշուր անգամ չի անցնի, մինչև որ չկատարվի։ Եթե մենք Տիրոջը մեզ համար հույս ենք դարձնում, հալելույա, ամեն, ապա ինչ է կատարվում մեր կյանքում։ Մենք տնկվում ենք ջրերի աղբյուրի։ Փառք Հիսուսին։ Այսօր Աստված մեզ տնկելու է իր ջրերի մոտ, որ մեր կյանքը փոխվի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Նա կլինի հուսով ջրերի մոտ, աջած ծառի նման, եւ իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Ուր ես գցում քո արմատները։ Գիտես ինչքան մարդիկ կան, որոնց արմատներ չունեն։ Ինչքան մարդիկ կան, որոնք ասում մենք հավատում ենք, բայց արմատ չունեն։ Երբ որ դու արմատ ես գցում, գիտեք սիրելիներս, որտե արմատը գնում դեպի ջրերը։ Ծառը երբ որ տնկվում է ու կողքից ջուր է գնում, նրա արմատները ոչ թե գնում են դեպի չորությունը, այլ գնում են այդ ջրերի մոտ, հալելույա, արմատները խորանում են, որտեղ որ ջրերն են։ Փառք Հիսուսին։ Ու այսօր խոսքը ասում է դու ջրերի, աղբյուրի ջրերի, հոսով ջրերի մոտ տկված ծառերի պես կդառնաս։ Հալելույա, որտեղ ձեր հույսը Աստված է։ Փառք Հիսուսին։ Սա կյանք է, որ այսօր Աստված ուզում է տանես։ Սա նոր կյանք է, որ Աստված ուզում է իր միջոցով լցնի մեր մեջ։ Հալելույա։ Ամեն։ Ուրեմն պետք է խորացնենք մեր արմատները։ Փառք Հիսուսին։ Եվ դա դու ես անողը։ Քո փոխարեն ես չեմ կարող ոչինչ անել։ Դու անձամբ պետք է արմատները խորացնես։ Դու պետք է ձգես, դու պետք է աղոթես, դու պետք է ավելի շատ հավատաս, դու պետք է Աստծո հետ ավելի շատ ժամանակ անցկացնես, դու պետք է նրա ծառայության մեջ առաջացնես, Փառք Հիսուսին։ Հոսանքը, երբ որ տոթը ասի չի վախենա։ Փառք Տիրոջը, ասա ես ոչ մի բանից չեմ վախենա։ Ասում եմ, երբ որ տոթը ասի չի վախենա։
Հալելույա։ Նա իր արմատները գցեք գետի մոտով և չի տեսնի տապությունը եկած ժամանակը, այլ նրա տերևները կնաչ կլինի և երաշ տալի նա չի վախենա և չի դադարի պտուղ տալուց, հալելույա։ Պտտի կողքին տաս Աստված ուզում է քեզ պտղաբեր դարձնել։ Ամեն։ Աստված ուզում է մեզ բոլորիս դարձնի պտղաբեր։ Որ մենք չվախենանք։ Հալելույա։ Այսօր շատ մարդիկ վախենում են իրանց ապրիլը կետի համար։ Մտածում են, որ ինչ-որ բան ձեռք բերեն, ու սաղին միտքը դրա ուղղությամբ։ Սատանային ամենամեծ զենքը որ նա, որ զբաղմունք տա մարդուն զբաղեցնի։ Որ մարդ եկած զբաղվածնի, որ մորանա, որ իրա հույսը Աստված է, հալելույա, և Աստված իրան տնկել է ջրերի մոտ, ուզում է, որ արմատները շարժի դեպի իրան, որպեսզի այնտեղից վերցնի իր օգնությունը և պտուղ տա, հալելույա։ Փառք Հիսուսին։ Դու ուզում ես, որ դու և քո տունը պտղաբեր լինի։ Ես ուզում եմ։ Ու դա են փափագը, հալելույա, որ Տեր իմաստված, ես ուզում եմ իմ արմատները ավելի խորանան, ավելի գնդեպի քեզ, հալելույա, որտեղ արմատներին չնայից զգտում են, որտեղ որ ջուրն է, Փառք Հիսուսին, որտեղից այնտեղից վերցնենք մեզ անհրաժեշտ բլուր սնունդը, հալելույա, մեզ պտուղ տալու հնարավորություն տա Աստված, հալելույա։ Եվ ասում չի վախենա պտուղ տալուց, Փառք Հիսուսին, ասում սիրտը խոր է ամեն բանից ավելի մարդ անարած է, ով կարող է ճանաչել նրան։ Ես Տերս քնում եմ սրտերը և փորձում երեկանունքները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեն իր իսկ ընթացքին և ըստ իր գործերի արդյունքին։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ով ուզում այսօր Աստծուց վերցնի օգնությունը։ Կա մարդ, ով ուզում է լուրջ, այսօր Աստծուց վերցնի իր օգնությունը։ Դու ուզում ես։ Հալելույա։ Ասում եմ ես եմ ուզում։ Ես եմ, բայց քո գործերով, քո դիրքով, քո հավատքից, քո վարմունքից, ոնց ես դու իմ հետ վարվում, ոնց ես դու իմ հետ վերաբերվում, հալելույա, որտեղ եթե դու իմ մեջ ես ոնց դու պտուղ պետք է տաս։ Ամեն, ես որտեղ եմ դու ճուղերը։ Հովհաննես Ավետարանի մեջ գրած ասում է ես որտեղ եմ դու ճուղերը։ Ով որ իմ մեջ մնում է, ինքը ինչ անում պտուղաբերում է։ Պտուղ բերողին ակում եմ, որ ավելի պտուղ բերի, հալելույա։ Ու այսօր պտղաբերության ժամանակն, երբ որ ես նայում եմ Տերը խոսում էր ինձ հետ պտուղ տալու կարևորության մասին, հալելույա, որովհետև եթե ծառը պտուղ չի տալի, ուշ թե շուտ ինքը կտրվելի է։ Ու Տերը խոսած ինձ հետ ինքը ասել ժամանակն է, որ իմ ժողովուրդը հասկանա ես սկսի պտուղ բերել։ Հալելույա, որ ես էլ ավելի պտղաբեր դարձամ, Փառք Հիսուսին։ Եթե դու ուզում ես, որ քո կյանքը հաջողակ լինի, եթե դու ուզում ես, որ ապահով լինես, եթե դու ուզում ես, որ չվախենաս, ուրեմն դու պետք է դառնաս այդ պտղաբեր ծառ ամեն Փառք Հիսուսին։ Որտեղ երբեք դու պտուղ բերող ճյուղը չես կտրի։ Փառք Հիսուսին։ Գիտես, որ այս ծառը ուժեղ պտուղ է բերում։ Դերեք հետաքրքիր մի բան։ Մի ծառ ունեինք ու ես էտեցի այդ ծառը, սաղ ճյուղերը կտրեցի, ամենա շատ քիչ ճյուղեր թողեցի։ Ու գիտեք ինչ պտուղ բերեց, հալելույա, ամեն մի պտուղը մեծ, ասենց շատ մեծ պտուղ է, իսկ դրա առաջի տարի գիտես դիկնենց էր ծաղկել, բայց ծաղիկները թափվեցին, որ են մի քանի պտուղ մնաց, են են փոքր պտուղին, բայց երբ որ էտրեց այդ ծառը, լույսը ավելացավ, ինձ գիտեք գյուղատնտեսի հետ է խոսում ինքը ասել, երբ որ դու ճղերը կտրում ես, լույսը ավելանում է այդ ճղերի վրա հալելույա, և արմատները ավելի խորն են նրա գնում և ինչ անում ավելի մեծ պտուղներ են բերում։ Ու այսօր ժամանակն, ասա այսօր ժամանակ, որ ես մեծ պտուղներ բերեմ ժամանակ կտրի քեզանից այն ամենը ինչ որ խանգարում է Աստծո հետ փոխհարաբերություններին, հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին։ Դու գիտեք, որ այսօր շատերը վախի մեջ են վախում են իրենց կյանքից, վախում են վաղվարմանից, իսկ մենք ոչ բանից չենք վախենում, հալելույա։ Մենք գիտենք մի բան, որ մեր Աստված է, մեր պաշտպանը, հալելույա, և նա խոսք է տվել մեզ, հալելույա։ 1000 հոգի աչիցդ կգնի, 10,000 ծախիցը, բայց քեզ չի մոտենա։ Փառք Հիսուսին, ասա ինչ չի մոտենա։ Ոչ մի
իմ ընտանիքին չի մոտենա։ Գրեսա ասո խոստուկն է։ Վարչակի ծածկոցի տակ բնակվողը, ամենակարողի շուքի տակ ամենքսան։ Ես կասեմ տիրոջի իմ ապավեն և իմ ամրոց, որի վրա Եսուս ասեց, ասա աստված այն ուսը։ Նորից ասա, դու ես իմ ուսը։ Ես կեզ ինձ համար ուս եմ դարձել։ Հավ Հիսուսին։ Հզոր ամեն աստված։ Իմ վրա է ուսը։ Այսօր ինձ այդ պտուղը, գիտեք, հետաքրքիր մի բան ասեմ։ Ով է քաղցր սիրում։ Մարդ Հիսուսին, ես շատ եմ սիրում քաղցր։ Ամեն, ու չկա մի մարդ, ով քաղցր չսիրի։ Գիտեք, շատ ժամանակ բժիշկներն են արգելում քաղցր ուտելու, որտեղ իրանք ինչ ունեն, պրոբլեմ ունեն իրանց օրգանիզմի հետ։ Որոնց արգելվում է քաղցր ուտելը, որտեղ քաղցր վնաս ասում են, բայց ես ասեմ, քաղցր ջրերը, ասա քաղցր ջրերը, ոչ մի անգամ օրգանիզմի համար վնաս չի։ Վնասնի, քաղցր ինչ-որ բան վնասնի, բայց քաղցրը համ ջուրը, ասա քաղցրը համ ջուրը, երբեք վնաս չի տա։ Հարկ Հիսուսը։ Ինչ-մեկ Եվրոս են գնաց քաղաքը, հավաքվեցին շատերի նամոտ, ասի տեղը լավ է, քաղաքը լավ է, ամեն բան լավ է, բայց ջրերը բանի պետք չեն, դառնում են, կյանք չկա։ Ինչ արեց Եվես է, հալելույա, ասա դառը ջրերը, դարձեց քաղցր ջրերը։ Հարկ Հիսուսին, ու դրանց հետո փոխվեց այդ քաղաքի կարգավիճակը։ Դու հավատում ես, որ փոխվեց այդ քաղաքի կարգավիճակը։ Այսօր ասա Աստված եկել է, բտտվի կողքին ասա Աստված եկել է, որ ամեն դառը բան քաղցրացնի։ Դուրա։ Դերը եկին է որպեսի ամեն դարը բանը քաղցրացնի։ Մի խոսքը դա պրոֆեսոր Գոկյանը ամենույա։ Քո դառնացած սիրտը կարա քաղցրացնի։ Ու դա պտուղն է ասո։ Դա սուրբ հոգու պտուղներն են, որոնք այսօր մեր մեջ հոգին բերում է, հալելույա, իրա քաղցրան ջրերի միջոցով։ Փառք Տիրոջը, ասա փառք ես Հիսուսը։ Հալելույա, փառք մեր Աստծուն։ Մատթեոս 3-րդ գլխից եմ ուզում կարդամ։ Հալելույա, Մատթեոս 3։ Ութերորդ խոսքից են կարդամ։ Այսուհետև ապաշխարության արժանի, հալելույա, պտուղ անեք։ Ասա ապաշխարության արժանի պտուղ։ Եվ մի կարծեք ասել ձերություն, մենք հայր ունենք Աբրահամին։ Չմտածեք, որ ասում եք, մենք հավատացյալ ենք, սյո տրկված ենք։ Ես հավատում եմ տրկված եմ, ասում մի կարծեք, ու մի ասեք, որտեղ ասում եմ ձեզ, թե Աստված կարող է այս քարերից ոտինել հարուցանել Աբրահամի համար։ Այսօր շատ մարդիկ մտածում են, որ իրանք են հարցլուծողը։ Մարդը չի կարող հարցլուծել, բոլոր հարցերը Աստված է։ Վաղ Աստվածն ես կլսնի, բայց մարդը արդյոք դրա մեջ ունենա իր գործը։ Այսօր Աստված կանչել է մեզ իրականի մեջ, որպեսզի մենք գործ անենք և պտուղ բերենք իր առաքարության համար։ Հալելույա։ Արդեն կացին էլ ծառերի արմատին դրված է, արդ ամեն ծառ, որ բանի պտուղ չի բերում, կգտնվի ու կրակի մեջ կգցվի։ Պատկերացնում եք, կացինը պատրաստ, հալելույա։ Հարկ Հիսուսին, որ այդ կացինը մեր կյանքում երբեք չի օգտագործի Աստված։ Ասա կացինը չի օգտագործի։ Այն մեր համար նոր հող պատրաստված, ոչ ջրերի մոտ, որ մենք անման գցենք։ Բայց այն մարդիկ, ովքեր որ մտածում են, ամենյա որ պատասել են ու կանան ոնց ուզում են, այդպես ապրեն, ինչ ուզում են անեն,
ու Աստծո կողմից լինեն օգտված, իրանց սխալում են, ասում այս քարերից Աստված կանի, բայց դուք ամոթով կմնաք, որտեղ ապաշխարության արժանի պտուկ չբերեցիք, գոնե ապաշխարեք, այն ամենի համար ինչ-որ չեք անում, ասեք Տերիմ Աստված չեմ կարում ես անեմ, օգնի որ անեմ, ու Աստված օգնի 100%-ով, հալելույա, դու ձգտի, դու փափագի, գնալու Աստծո հետևից ու Աստված օրհնի քեզ, Աստված կպայի քեզ, Աստված ուժ կտա քեզ, Աստված կզորացնի քեզ, Աստված հնարավորություն կտա քեզ, ու դասի ես եմ քո Տերը, հալելույա։ Ինձանից բացի ուրիշ Աստվածներ չունենա։ Ես եմ ձեր Տեր Աստվածը, հալելույա, որ ձեզ աշխարհից փրկեցի։ Ասա աշխարհից փրկել է Աստվածը։ Մահին ճիրաններից է փրկել։ Գիտեք, երբ որ մարդը ինքը հասկանա, որ Աստված ինչից է իրան փրկել, մի վարքան անգամ դրսում չի մնա, այն ամեն ժամանակ վազելով գտա Տիրոջ մոտ, կխնդրի, կմասնակցի, ասո գործին եւ բրդուկ բերի, հալելույա, եւ բրդմաբեր կդառնա։ Իսկ Աստված ուզում է միջև խորը ծերություն, բտրվի կողքին, դաս Աստված ուզում է, որ միջև խորը ծերություն դու բրդմաբեր լինես։ Որ ոչ մեկի հույսին չմնա, ասես ոչ մեկի հույսին չմնա։ Շատ մարդիկ մտածում են, հեսա, ամեն ինչ անում են, հույսները դնում են իրանց երեխեքի վրա, մեկ է տեսնում են երեխեքը թողեցին, ու իրանց վերցրեցին տանեցան ծերանոց։ Գիտեք ինչքան ծերեր կան, որոնք այսօր ժառանգներ ունեն, բայց ծերանոցում են։ Որտեղ իրանց հույսը իրանց երեխեքն է, որ երեխեքին դաստիարակեն, կմեծացնեն, ինչ-որ բաներ կանեն, բայց եկավ ժամանակը փոխհատուցման երեխեքը թողեցին իրանց։ Ու իրանք այս մեծ ասակները տարապում են դրանից։ Ու քանի դեռ չեն եկի այդ օրերը, ասա իմ կյանքում չեն գալու ձերի օրերը, որտեղ իմ հույսը դու ես Աստված։ Իմ հույսը դու ես եւ միջև օրը ծերություն ես բռնաբեր եմ լինել։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Հալելույա։ Եվ շատ հետաքրքիր է, ուզում եմ դիտել կարդամ Սաղմոս 92 Արեք բացենք Սաղմոս 92-ի 14 Հալելույա Փառք Հիսուսին Պատրվի կողքին ասա ձերության մեջ է բրդուկ կբերես Բարա և դանա կլինես Հիմա արեք Պատրվի կողքին ասա ձերության մեջ է բրդուկ կբերես Նա ավելս ես դալա Փառք Հիսուսին Թուլատ ես Փառք Հիսուսին Ու ոչ մեկի հույսին չես մնում Ոչ մեկի հույսին չես մնում Աստված խոսքում ունի սիրելիներս Արեք այսօր վերցնենք Որ երբ որ կանք, մեծանանք, ծերանանք Ոչ մեկի հույսին չնենք, անդալար ունենք Կպրապել, հալելույա Ու ինչ-որ մեկին օգնով Փառք Հիսուսին Որեր Աստված օգնով Հալելույա Որ պատմեն, թե ուղիլ է Տերը Միջև իմ ծերությունը Ես պետք է պատմեմ և ասեմ Տերը ուղիլ է, հալելույա Իմ վերը և իմ ամենալություն չկա նրան Փառք Հիսուսին Փառք Տիրոջը Փառք մեր Աստծուն, որ ինքը մեր հետ է, հալելույա Ամեն Եվ Մատթեոս 7 Մատթեոս 7 Հալելույա Յոթերորդ գլուխ 17-րդ խոսքը Այսպես ամեն բանի ծառ բանի պտուղ է բերում և չար ծառը չար պտուղ է բերում Չի կարող բանի ծառը չար պտուղ բերել Ոչ էլ չար ծառը բանի պտուղ բերում Ամեն ծառ, որ բանի պտուղ չի բերում կտրվում է և կրակի մեջ գցվում Ստայց դու Ասա Տերիմ Աստված ես ուզում եմ բանի պտուղ բերել
Ուզում բարի ծախսի։ Որ մարդիկ չասեն ես ով դու ես հավատացյալ։ Դու քրիստոնյա ես։ Այսօր գիտես ինքնա չարած իրենքիը, որ մարդիկ իրանց շուրթերի պտուղից, հա, իրանց վարձքը ստանան։ Ասա թե իմաստված մարդիկ շուրթերը, որ մարդու պտուղներ։ Հալելույա, Փառք Հիսուսի, ամեն։ Շատ հզոր է մեր Աստված, որ ես հավատում եմ, որ Աստված կմաքրի մեր շուրթերը և մեր շուրթերի համեմատ մեզ կտա պտուղը, հալելույա։ Ամեն ծառ, որ վարի պտուղ չի բերում, կտրում է և կրակի մեջ գցում, ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց։ Ասա պտղից հա ճանաչում։ Եթե քրիստոնյա իր եղբորն ու քրոջը տեսնում է, սկի բարև չի տալի։ Դա բարի է թե չար։ Չէ։ Արեք նայք ըստ Աստծո խոսքի։ Եթե քրիստոնյա եղբայր ու քույր կապ չունի ով, բայց եթե տեսնում է ու բարև չի տալի, ու գիտես չի օրհնում ու հակառակված է, դա բարին է թե չարն է։ Ասա Տեր, ես երբեք այդպես չեմ վարվել։ Բարձրացած ասա ես այդպես չեմ վարվել, ոչ մեկի չեմ վարվել։ Իմ թշնամու հետ էլ պես չեմ վարվել։ Ու գիտեք ցավալին որն է։ Ցավալինները ոնց քրիստոնյաներն են թշնամանում, քրիստոնյաներն են։ Եղբոր դեմ է թշնամանում, քուրը քրոջ դեմ, քուրը եղբոր դեմ, եղբայրը քրոջ դեմ։ Դա ցավալի է։ Դա ցավալի է, որտեղ չեն հասկանում, որ պտուղներից են ճանաչվում, ասա պտուղներից են ճանաչվում մարդու գործողությունները։ Ինչքան մարդ ուզում ասի, ես հավատացյալ եմ, ես Քրիստոսի ծառան եմ, ես Քրիստոսի հետևից եմ գնում, բայց իր եղբորը տեսնում է ու միակ բարեն է խնայում, դա ինչի մասին է խոսքը։ Ու շատ լուրջ ժամանակներ մենք ապրում։ Աստված ոչ ոք ձեր չխաբի, որտեղ Աստված չի ծառայում։ Սիրելիներս, Աստված չի ծառայում։ Մենք չենք կարող սուտ ասենք Աստծուն։ Ասենք սիրում ենք քեզ Հիսուս, ու մեր քրոջն ու եղբորը հակառակվենք։ Հակառակվենք միմյանց նկատմամբ։ Չարությամբ լցվենք միմյանց նկատմամբ։ Ատելությամբ լցվենք միմյանց նկատմամբ։ Գիտես ատելությունը դու չի տանի փոխհարաբերությունները ճշտելու։ Մարդու հակառակությունը ատելություն է բերում իր դիմացին նկատմամբ ու ինքը մտածում է, որ ինքը Աստծո զավակ է ու չի ներում ու չի քայլանում ու չի սիրում ու ասում է ես Քրիստոսինն եմ։ Քրիստոսն ասում է ով ինն է, թող իր անձը խաչի, հալելույա, եւ մարմինը խաչի։ Եվ մենք տեսնում ենք մարմնի պտուղները եւ տեսնում ենք հոգու պտուղները։ Փառք Հիսուսին, սրանք տարբեր են իրարից։ Մարմինը հակառակ աղոթում, հոգին հակառակ մարմնին, եւ դրանք իրար հետ պատերազմում են։ Ու Աստծո խոսքը գաղատացիներին մի հատ կարդանք մենք 5-րդ գլխում ասում է, դրանք իրար հետ հակառակ են, պատերազմում են։ Ու եթե իմ մարմինը ուզում է առաջնային դիպ գրավի ու ինձ հակառակության բերի իմ քրոջն ու եղբորն եմ, ես հոգով վերցնում եմ Աստծո ճշմարտությունը, որը ինձ ասում է, եթե եղբորը տեսնում ես ու չես սիրում, այնց որ չես տեսնում, որտեղից կսիրես այդ կեղծավորը։ Ու շատ մարդիկ այսօր կեղծավոր կյանք են վարվում, ցույց են տալու, որ սիրում են, բայց իրանց սրտերի մեջ չարությունն է, իրանց սրտերի մեջ հակառակությունն է, իրանց սրտերի մեջ ատելությունն է, թշնամությունն է։ Ու մտածում են, որ իրանք բարի ծառ են, բարի ծառ են, բարի պտուղ են բերում, բարի ծառ, ասա բարի ծառ է, բարի պտուղ է, բարի պտուղ է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մենք պետք է բարի պտուղ ծառ ունենք։ Ամեն, ամեն։ Բարի պտուղ բերող ծառ ունենք։ Ամեն։ Ես ձեզ խոստանում եմ, հալելույա, որ Աստված մեծ հրաշքներ է գործելու այստեղ։ Հալելույա, ամեն։ Եթե դու այսօր որոշում կայացնես, խորը արմատներ գցես եւ ուղղվես դեպի նրա ջրերը, հալելույա։ Ամեն։ Եվ ասում է, այն օրը շատերը ինձ կասեն, Տեր, չէ որ քո անունով մարգարեացան, քո անունով դևեր անեցին, քո անունով բազում հրաշքներ գործեցին, այն ժամանակ նրանց կասեն, ես ձեզ երբեք
Եթե չեմ ճանաչել, հեռացեք ինձանից ամենքը, որ անօրենություն էի գործում։ Փաստորեն չսիրելը անօրենություն է, չներելը անօրենություն է, հակառակությունը անօրենություն է։ Դա գիտես մեկի նկատմամբ չարության դծվելը դա անօրենություն է, որը թույլ չի տալու Աստծո մոտ։ Ասում է, կասեմ քո անունով ծառայել եմ Տեր, ինչ-որ բաներ եմ արել, սա եմ արել, սա ես ձեզ չեմ ճանաչում։ Որտեղ ոչ թե դուք ճշմարտության, հոգու ճշմարտության կայնեցիք, այլ ձեր ուզածով արեցիք, ձեր մարմնի ցանկությունը կատարեցիք։ Ասա դեպ հարկ ես, ես ուզում եմ բարի ծառայել։ Հալելույա, ամեն։ Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացիք ինձանից ամենքը, որ անօրենություն եք գործում։ Ամեն ոք, որ լսում է իմ այս խոսքերը և գործադրում, դրանք կնմանվի իմաստուն մարդուն, որ ինքնուրը կառուցեց շայռի վրա, հալելույա։ Ասա շայռի վրա։ Դու ուզում ես կառուցես, ասում եմ, եթե դու վերցնես իմ խոսքերը ու օգտագործես, կնամ նստեմ քեզ իմաստուն մարդու, որ իր տունը շայռի վրա կառուցում։ Հալելույա։ Որ երբ որ փոթորիկները դիտան, ջրերը կխփեն, որ շան չի վնասի։ Հալելույա։ Կատեն քեզ, չարախոսեն քեզանից, քո դեմ դուրս կգան, դու հանգիստ Փառք Հիսուսին Տիրոջ ձեռքերի մեջ ապահով կլինես։ Ինչ ուզում եմ թող խոսեմ։ Որտեղ դու գիտես ով ես, դու գիտես որ դու չարացած չես, դու գիտես որ ոչ մեկի նկատմամբ ապետության դժվար չես, դու թշնամացած չես։ Ես գիտեմ ով է իմ թշնամին մարդը չի։ Մեր պատերազմը մարմնի եւ այլն դեմ չի, այլն չար ոգիների, որոնք ղեկավարում են էցելի մարդկանց։ Ու նրանց հետևում դա կանգնած, դա չարի ոգիներն են, որոնք մարդկանց տանում են ատելության, մարդկանց տանում են չարության, մարդկանց տանում են գիտես այդ հակառակության, այդ չար ոգիներն են եւ չար ծառի բտուկները ահավոր են։ Փառք Տիրոջը։ Ասա փառք Հիսուսին։ Այսօր հրաշալի օր է։ Դու ատես որ հրաշալի օր է։ Բդտվի կողքին ասա այսօր օրն է։ Բողիս Աստված է։ Ես ասում ինձ լույս եմ դարձել։ Հալելույա։ Դե գիտեք ժամանակ չունենք, դե գիտեք եղանակ չկա, դե գիտեք սա չկա, նա չկա, այն մեկը չկա, զբաղված են, գիտեք եղի բարի ծավ։ Ամեն, այո։ Բարի ծավ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն, ամեն։ Մատթեոս 12 Երեսունից եմ ուզում կարծամ։ Ով ինձ հետ չի, ինձ հակառակ է։ Փառք Տիրոջը։ Ասա որ Հիսուսի հետ չի։ Հիսուսի հակառակ չի։ Հիմա մենք Հիսուսի հետ ենք, Հիսուսի չենք։ Իսկ որտեղ ինքն ամեն գնդեպ լինենք, թե չմայինենք։ Ասա ես խոսք եմ տանում, դեպ միշտ լինեն այնտեղ որտեղ ես։ Ուզում եմ քո եք։ Հալելույա։ Ով ինձ հետ չի, ինձ հակառակ է, և որ ինձ հետ չի, ժողովում ծվրում է։ Գնում է։ Փնտրում է։ Դու գեցեք իմանան որտեղ որ փնտրես, բայց Քրիստոսի հետ չես, դու ինչ-որ բան կարաս անես։ Չես կարա։ Սրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղ և հայոյանք թողի մարդկանց, բայց հոգին դեմ հայոյանքը չի թողի մարդկանց։ Եվ ով որ մարդիկ հոգին դեմ բան ասեք թողի նրան, բայց ով որ սուրբ հոգին դեմ ասեն նրան չի թողի, ոչ աշխատում և ոչ գանու աշխատում։ Կամ ծառը բանի ավեք։ Բդտվի կողքին տասար, դու այսօր բանի ծառը կլինես։ Նրա բտուկն է բարի, կամ ծառը չար ավեք, և նրա բտուկն է չար, որտեղ ծառը բտրիցը կճանաչի։
ասա ծառը կտրից ես քաղցր պտուղ բերող ծառ եմ։ Հալելույա, ամեն։ Եվ բոլոր մարդիկ պետք է տեսնեն այդ քաղցրությունը, երբ որ մեր հետ կշփվեն։ Գիտես սատանան ինչից ամենաշատը վախենում։ Հա, բարի ծառից, քաղցր ծառից, վախենում ունենան։ Որտեղ գիտի ինքը հակառակված գա, հալելույա, դու իրան Աստծո խոսքով ինչ ես անելու, հեռացնել ես։ Որտեղ ինքը չի կարող գողանալ քո խաղաղությունը, ասա սատանան չի կարող գողանալ քո խաղաղությունը։ Որտեղ Հիսուսն է ասել, այն խաղաղությունը, որ ես քեզ կտամ, ոչ ոք չի կարող գողանալ։ Իսկ դա ինչ է Աստծո բարի պտուղն է, մեր կյանքի մեջ։ Հիմա արեք նայեք, ոնց մենք պետք է մարմեն, որ երկնքի արկայությունը ժառանգի, Փառք Հիսուսին։ Ուզում ես ժառանգես երկնքի արկայությունը, բայց պետք է մարմենք մեզ։ Մենք պետք է այն բաները, որոնք դու չեն տալիս, Աստծո հետ հաղորդակցվելու, իրար հետ հաղորդակցվելու, իրար սիրելու, իրար ներելու, իրար հորդորելու, իրար բարձրացնելու, այդ բաները եթե չեն տալի, դա Աստծո չի։ Բայց այն ինչ որ բարի է, ասա ինչ որ բարի է, ինչ որ հաճելի կատարյալ է, դա Աստծո է, որտեղ դա է իրական։ Հալելույա։ Ամեն։ Մարդիկ այնքան են չարացած ու ասում են, մենք բարի ենք, մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք, մենք սիրում ենք, ուր է ձեր գործերը։ Հասարակ բարևը, հասարակ բարևը, հասարակ շփումը, հասարակ գիտես հավատացությունը չկա, որ ասում են, մենք բարի ենք, հալելույա։ Փառք Հիսուսին, թող բարի են լինեն, ամեն, բայց ծառը, ասա ծառը, իրապատրիցա ճանաչում, հալելույա։ Այսօր մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, ուզում եմ վկայեմ, քարոզում է Ռուսաստանում, օրնան, ու մի հատ քույրիկ կար նստած, շատ տխուր դեմքով, ասեց, չեմ անում, մտածմունքների մեջ էր, ու աչքս ընկավ, ու իրան մի հատ քաղցր խոսք ասեցի, մի անգամից դեմքը փոխվեց, մի անգամից շփիտ էի տալ դեմքին, ու գիտես հենց սրա վրա Տերը կառուցեց մի հատ քարոզ, ես ուրիշ բան էի ուզում քարոզել, բայց Տերը հենց այս քլոջ այդ իրավիճակի վրա մի հատ քարոզ տվեց, ես Տերին ասված, փաստորեն քաղցր խոսքը, ասա քաղցր խոսքը, մարդուն ուրախացնում, ասա Տեր ինչ շուրթերին ուրախացնում խոսքի, որ երբ որ ես խոսամ, մարդը ուրախանա, դեմքը փոխվի, հալելույա, ամեն, երբեք եմ դեմքով չնստի, Փառք Հիսուսին, որտեղ խոսքը, ասա խոսքը, զորություն, ասում ենք, Տեր մի խոսք ասա ման փոխվի, իսկ Աստծո խոսքը մեր շուրթերին պետք է լինի, որ երբ որ մենք քաղցր խոսք ասենք, մեր քրոջ դեմքը, հալելույա, ուրախանա, եւ նրա ներսը ուրախանա, Փառք Հիսուսին, ամեն։ Հալելույա։ Ով անպատում Սուրբ Ոգին ամեն բան կարող փոխի։ Մի խոսքով։ Ամեն։ Ու շատ ժամանակ մենք մտածում ենք, ոնց անենք լավ, որ կարողանանք հասնենք մարդկանց։ Ոնց անենք, որ այն քաղցրությունը, այդ քաղցր ջրերը, որոնք Աստված դրել է կենդանի ջրերի տեսքով մեր սրտերի մեջ, դառնանք այդ աղբյուրը մարդկանց համար, քաղցր ջրերի, կենդանի ջրերի աղբյուր դառնանք, որ մարդկանց մի խոսք ասենք ու նրանց երեսը փոխվի, հալելույա, Փառք Հիսուսին, ամեն, ասա Աստված ինչ անում մեր լավի համար Անենց որ սիրելիներս, ինչ որ Աստված անում քո լավի համար Թե կան իմանի, թե սովորեցնի, հալելույա, թե ուղի, քո լավի համար Եթե Աստված ասում է ինձ քո հույսը դարձրա, ուրեմն դարձրա քեզ իրան հույսը Որ ծերության մեջ է, ասա ծերության մեջ Կան ասենքան տարեկան ես, դե 90 տարեկան, ոնց, հալելույա, 90 ուստեց, հալելույա, Փառք Հիսուսին, գիտեք տարիքը կապ չունի, կարևորը մարդու ներսին, այդ բարությունը, որտեղ բարություն, ասա բարությունը, միշտ երիտասարդացնի, հալելույա, ամեն, տրտնջացող մարդեսին է, վայ, բանես, ինչ է եղել, վայ, տրտնուջը ծերացնում է մարդուն, հավատում ես ու տրտնուջը ծերացնում է,
Բայց ուրախացումը գիտես այդ բարությունը մարդուն միշտ ջայլացնում չկա բարի մարդը, հալելույա, Փառք Հիսուսին։ Ասես բարի ծավալ բարի պտուղ բերող Փառք իրասին։ Ամեն։ Համաձայն ես Աստծո խոսքերը։ Ամեն։ Մատթեոս 18 Հալելույա։ Փառք մեր Աստծուն։ Գնալիք 7 Մատթեոսին։ Չէ, 17-ի 12-ի 31 Ստեղ խոսում են չարծավային մասին, ասում են նրանք դուրս ծառայակիցները երբ տեսան պատահածը վշտացան և եկան հայտնեցին իրենց Տիրոջն այն ամեն ինչ եղել է։ Աստված, ասում պարտքեր, եկավ պարտքը ներեց, մեծ գումար ներեց, բայց ինքը գնաց իր եղբոր պարտքը չներեց։ Ու ինչ արեց գերտ գցեց, որպեսզի այդ իրան ինչ պարտքեր հետնա։ Ու եկան բողոքեցին Նրան որ մեծ պարտքեր են մյուս ծառայ։ Ու տեսեք ինչ է կատարվում։ Նրանք մյուս ծառայակիցները երբ տեսան պատահածը վշտացան և եկան հայտնեցին իրենց Տիրոջն այն ամեն ինչ եղել էր։ Ասա ես այդ ձև չեմ պահում։ Աստվածը ոնց ինձ ներել է, նույն ձև ես եմ ներել։ Ասա Աստված ջան դու ինձ ներել ես, նույն ձև ես եմ ներել։ Բայց ինչ արեցին, ասում են նրանց ծառայակիցները վշտացան, ու եկան Տիրոջը բողոքեցին։ Այն ժամանակ Տերը կանչեց նրան և ասեց. «Չար ծառա, ամբողջ պարտքը քեզ ներեցի, որտեղ աղաչեցին ինձ»։ Գիտեք շատ ժամանակ մենք աղաչում ենք ու Աստված ներում է մեզ։ Երբ որ Աստված ներում է, մենք չենք ներում մեր քուրերին ու եղբայրներին։ Ու գիտեք, ասական ծառայակից հրեշտակները Ով հավատում է կան ծառայակից հրեշտակները։ Ու հավատացեք, այդ հրեշտակը գնում ասում մոտ, ասում դու իրան ներել ես, բայց ինքը չի ներում իր դիմացին։ Ինչքան էլ պարկ կա քեզ, այո պարկ կա, ինչքան էլ ինչ ուզում արած ունի քեզ, բայց դու պետք է ներես, որտեղ քո Տերը արդեն ներել է քեզ։ Փառք Հիսուսին։ Ու երբ որ Աստված Տերը կանչեց ու ասեց չար ծառա, ամեն բան ներեցի քեզ։ Այսպես չէ որ դու էլ ողորմեիր քո ծառայացին, ինչպես ես քեզ ողորմեցի։ Եվ նրան Տերը փառքանալով նրան հանձնեց դահիճներին մինչև հատուցել ամբողջ պարտքը։ Նույն կերպ էլ կանի ձեզ իմ հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբոր անձանքները։ Ասա Տերին Աստված, տեսեք ինչ անում։ Եթե սրտանց չների իր եղբոր անձանքները, ինչքան էլ հանցանք ուզում է գործածնի քո եղբայրը, դու պետք է սրտանց, ասա սրտանց ներես, որ չգնես այդ իրավիճակում։ Փառք Հիսուսին։ Ասա Փառք Հիսուսին։ Որ փառահանության գումբը կա։ Դու օգտված ես, ինչ որ բան ստացան ես որ։ Ասա ես բարի պտուղ բերող ծառ։ Ես բարի պտուղ բերող ծառ։ Ասма նույն կերպ կանի ձեզ իմ հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբոր անձանքները։ Ես զարմացել ասում Տեր,
Եվրոպայի անկամ մենք չգնենք սրա սատանայի որոդայքներ ու իզե բարվենք, որ ամբերության լծվենք, թշնամանանք, դες թշնամությունը, գիտես աշխարհի մեջ մարդը որ թշնամն է հասկանալի է, բայց որ քրիստոնյաներն են թշնամանում իրար դեմ, ես չեմ հասկանում։ Մարդը այնքան պետք է Աստծո իմաստության լծված լինի, Աստծո խոսքի մեջ առաջ անցած լինի, Սուրբ Հոգու հետ ճիշտ փոխհարաբերություններ ունենա, որ հանկարծ այս իրավիճակի մեջ չլինի։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Աստծուն։ Հալելույա։ Դերեն են կարդալու Hallelujah. Եսայի 27-ի 6-ից եմ ուզում կարդամ։ Ապագայում Հակոբը պիտի արմատանա, պտտվի կողքին ասա դու արմատանալ ես։ Այսօր պետք է արմատեցես։ Իսրայելը ծաղկի և ընջում է։ Ասա ծաղկեր ենք ու պտուղ ենք։ Եվ պիտի լսնեն աշխարհի երեսը պտուղով։ Ասա այս տարածաշրջանը Իմ միջոցով լծվելու է բարի պտուղ։ Փառք Հիսուսին։ Ամեն, փառք Հիսուսին։ Դրա համար մենք բոլորս դառնում ենք հալելույա։ Այո։ Փառք Աստծո։ Ամեն։ Եվ 4 թագավորաց 19-ի 30-ից եմ ուզում կարդամ եւ ասում Հուդայի տան ազատված մնացորդը կրկին արմատ կարձակե դեպի ցած։ Ասա ես արմատներ եմ արձակել այսօր։ Եվ պտուղ կտա վերևում։ Հալելույա։ Ամեն, որտեղ Տիրոջ նախանձնանում է։ Այս ամենի համար։ Մենք արմատ ենք գցելու և վերևում ամեն խոր արմատներ ենք գցելու Տիրոջ մեջ և վերևում պտուղ ենք տանում։ Եվ մենք լինելու ենք բարի պտուղ վերևում։ Փառք Տիրոջը։ Ամեն այսքան կդառնաս Աստծո համար մեծ պտուղ վերևում։ Հալելույա։ Բայց թող ոչ ոք ձեզ չխաբի, հալելույա, ամեն ծառ, ամեն մարդ իրան պետք է ճանաչել։ Դրա համար երբ որ հիմա վերջացնենք բանականությունը, մոտեցի, մենք քաղցր խոսք ասա դիմացինի, քո քրոջը, քո եղբորը, մենք քաղցր խոսք, որ այդ խոսքը փոխի իր կյանքը, եւ քաղցր պտուղ դառնաս քո քրոջ ու եղբոր համար։ Հալելույա, ամեն։